Բոլորս հասկանում ենք, որ հավանականությունը հղիություն լինելու նմանատիպ իրավիճակներում շատ քիչ է։ Պետք է որոշակի պայման լինի, որպեսզի նմանատիպ իրավիճակում գրանցվի հղիություն։ Նախ ամենակարևոր նախապայմանը, որպեսզի տղամարդու սերմը լինի առողջ, որովհետև այսօր առողջ սպերմա ունեցող տղամարդկանց քանակը երկրագնդի վրա գնալով ավելի եւ ավելի կրճատվում է։ Կապված տարատեսակ իրավիճակների հետ, կենսակերպ, վատ սովորություններ, միզասեռական համակարգի ինֆեկցիոն բորբոքային պրոցեսներն այս ամեն իհարկե բերում են նաև սերմի որակական հատկանիշների նվազմանը։ Բայց դա մի կողմ իր հերթին դնենք իր հերթին, ենթադրենք, թե տղամարդու սերմը առողջ է, ապա ինչպես կարող է նմանատիպ իրավիճակում գրանցվել հղիություն։ Կարող է լինել նմանատիպ բան, երբ որ տվյալ հարաբերությանը նախորդող իրավիճակում նախորդող ավելի ճիշտ մի քանի իրավիճակների ընթացքում, մի քանի ժամերի ընթացքում տեղի է ունեցել սերմի դատարկում կամ հարաբերության տեսքով կամ մաստուրբացիայի տեսքով, ապա ամեն յուրաքանչյուր հաջորդ սերմնաժայթման ժամանակ պետք է հաշվի առնել, որ սերմնաբջիջների ամբողջական ծավալը դուրս չեն գալիս եւ չի զրոյանում սերմնաբջիջների քանակությունը, այսինքն դու օրինակ սերմնաժայթքում եք ունենում մի ժամ առաջ եւ հետո էլի եք ունենում սերմնաժայթքում, հիշեք, որ դա սերմը զրո չի, այնտեղ կան մեծ քանակությամբ բջիջներ, բայց օգտատերի հարցը վերաբերվում է նրան, որ չի եղել սերմնաժայթքում, այլ ուղղակի տեղի ունեցել ներառումը, ինչ իրավիճակում է հնարավոր հղիություն, պետք է հաշվի առնել, որ մինչև սերմնաժայթքումը տղամարդու մոտ արտադրվում է պրոստատի հեղուկը, այսինքն գրգռման ժամանակ արդեն իսկ նկատելի է դառնում այդ մի քանի կաթիլ հեղուկի արտադրությունը, լյուբրիկացիոն պրոցեսը, որի մեջ տեսականորեն կարող են լինել նաև սպերմատոզոիդներ, այսինքն այդ հեղուկը ներսից է գալիս, շագանակագեղձից է գալիս, ոչ միայն շագանակագեղձ, իհարկե կուպերյան գեղձերն են մասնակցում այս պրոցեսին, եւ այդ լորձը իր հետ տեսականորեն կարող է բերել նաև սերմնաբջիջներ, մի քանի հատիկ սերմնաբջիջի առկայությունը արդյոք կնպաստի հղիությանը, թե չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ հավանականությունը որպես այդպեսին շատ քիչ է, բայց վտանգավոր իրավիճակներ մի ստեղծեք ձեր կյանքում, եթե դուք այս պահին չունեք որևէ պլաններ հղիություն պլանավորելու, ապա գրագետ տարբերակով խուսափեք հղիությունից, որպեսզի հետո խնդիրների առաջ չկանգնեք եւ հոգեբանական իմաստով հղիությունը ընդհատելու եւ դրա իհարկե հեռահար հետևանքները։